Բարի ողջույն բարեկամներ, ես Բասկամարտի աշխարհի Եվրոպայի եւ ՀՀ գործող չեմպիոն Մարիամ Սարգսյանն եմ, ով ծնունդով Գյումրիից է եւ եկել եմ անդրադառնալու եւ ցույց տալու, թե ինչպես է մեր ներկայիս մարզպետ Դավիթ Արուշանյանը եւ Ախուրյան համայնքի համայնքապետը, որտեղ ես ծնունդով գրանցված եմ, նույնիկը Զավեն Մանուկյանը, ում անունը ես արտաբերելիս տաղտկալի զգացողություններ եմ ապրում, ինչպես են ընդունում սպորտսմեններին։ Նախ եւ առաջ ասեմ, որ երբ որ ես չունեի միջազգային չեմպիոնություն եւ գնում էի դեպի իմ աշխարհի առաջին առաջնությունը, ինձ անհրաժեշտ էր գումար, որովհետեւ ես չէի ֆինանսավորվում եւ դիմում եմ համայնքապետին, Ախուրյանի համայնքապետին, եւ Ախուրյանի համայնքապետարանը ինձ ասում է, որ հիմա չեն կարող տալ, որովհետեւ դեռևս ժողով չկա, բայց եթե դու գնաս գաս քո Հայաստանի չեմպիոնությունը հաշվի առնելով եւ նաեւ եթե միջազգային չեմպիոնություն կամ մեդալ ունենաս, գումարային կվերցնենք եւ քեզ որոշակի գումարային աջակցություն կտանք, մոտավոր 300,000 դրամի կարգի այդպիսի խոսակցություն է լինում։ Այդ խոսակցությունը լինում է բանավոր եւ ես ասում եմ լավ, օքեյ, բայց ես հեռախոսազանգ աջատելուց արդեն գիտեի ինձ ինչ է սպասվելու։ Այնպես է ստացվում, որ ես պարտք անելով գնում եմ աշխարհի իմ առաջին առաջնությունը, գալիս եմ հետ եւ խնդրում եմ տվեք իմ գումարը, այդ կոչն է լինում, եթե պետք է տաք, բա օրենք է փոխվել, այսինքն 10 օրվա մեջ օրենք է փոխվում մեր Հայաստանի Հանրապետությունում, օրենք է փոխվել եւ իմ գումարը չեն տալիս, քանի որ ես մտածում եմ, որ այստեղ հնարավոր է իմ անվանումով գումար դուրս գրեն եւ ինձ չհասնի, դիմում եմ ԿԳՄՍ ԿԳՄՍ նախարարություն եւ ասում եմ, որ այո, ոչ օլիմպիական մարզաձևերը չեն ֆինանսավորվում, օքեյ, դա հասկացանք։ Երկրորդ աշխարհի առաջնությանը եւ այսպիսով ես գումար չեմ ստանում։ Երկրորդ առաջնությանը արդեն ես մարզպետին եմ դիմում, մեր նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանին, ով ինձ 100,000 դրամ օգնություն է տրամադրում եւ Զավեն Մանուկյանի զանգելով ասելով, որ ինչ եղել չի եղել, անցողիկ է, ինչքան կարող ես այս երեխային տուր։ Նա հազիվ հազ կարողանում է 50,000 դրամ տալ, այն ժամանակ, երբ որ ես գնում եմ առաջնություն, հետ եմ գալիս եւ մի 2 ամիս էլ իր վրա անցնում է։ Եվ նշեմ, որ մտնելը եւ ներկայանալը նրան, որ իմ 50,000 դրամի համար էլի այդ պահն եմ պատմում, ես մտնում եմ եւ նա ինձ շեմից չի էլ ողջունում, չի էլ թողնում, որ ես նրա աշխատասենյակ մտնեմ, ես կանգնած նրան բարև եմ տալիս եւ նա իր քարտուղարուհի կամ չգիտեմ ինչ ուհի Հասմիկ Նավոյանին ասում է, որ հեռացրու էլի իմ աշխատասենյակից, բայց այո, 50,000 դրամը տալիս են։ Օքեյ, ստեղից էլ անցանք, Մուշեղ Մուրադյանը ինձ ամեն ձև, ես եկել եմ աշխարհի առաջնությունից հետո դարձել էի փոխչեմպիոն արդեն, ու ինձ նորմալ ընդունելություն է կազմակերպում ու ասեմ, ինձ նվեր է տալիս այս գրիչը, դուք զգացիք, չէ, գրիչի արժեքը ինչքան է, բայց այստեղ արժեքի մասին չէ խոսքը, այլ մարդկային արժեքների մասին են խոսքը։ Օքեյ, այստեղից անցանք, այսինքն հասկացաք, որ Զավեն Մանուկյանը ինձ նույնիսկ ընդունելություն չթողեց, որպեսզի ես գամ մտնեմ եւ նրանից խնդրեմ այդ 50,000 դրամը, նա ինձ ուղղակի դուրս շպրտեց, կարելի ասել, իր աշխատասենյակից։ Իսկ Մուշեղ Մուրադյանը իմ սրտում է, որովհետեւ նա ինձ համար լավ անձնավորություն է։ Եկանք աշխարհի Եվրոպայի առաջնության համար ես ներկայիս արդեն մարզպետին Դավիթ Արուշանյանին խնդրեցի գումար, այո, նա տվեց ինձ այդ 100,000 դրամը, բայց Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո չհետաքրքրվեցին, թե այս աղջիկն ինչ եղավ եւ արդեն ցնծում էր համացանցը, որ ես չեմպիոն եմ դարձել, չի կազմակերպվել ընդունելություն, ընդհանրապես չի կազմակերպվել եւ այն ժամանակ, երբ որ ես մասնակցում էի կրթվելը նորաձև է շարժմանը Գյումրիում, մայրս մոտենում է Դավիթ Արուշանյանին եւ ասում, որ սեպտեմբերին եւս առաջնություն կա, կֆինանսավորենք, այո, նույնչափ գումար կրկին կտանք իբր 100,000 դրամ սեպտեմբերի աշխարհի առաջնության համար։
Մինչ այդ Եվրոպան եղել է մայիսին, իսկ աշխարհը լինելու էր սեպտեմբերին։ Այդտեղ ես ունեի մոտավորապես 2-ից 3 ամիս ժամանակ եւ ես նամակ եմ գրում, թե պարոն Արուշանյան, ես Եվրոպայից եկել եմ, չեմպիոն եմ դարձել, չեք ուզում ինձ տեսնել, ու մի քիչ էլ ֆինանսական աջակցություն ինձ զանգ է գալիս, որ քեզ կընդունենք քաղաքացիների օրը, բայց գումարային աջակցություն չես ստանա, որովհետեւ 1 տարվա կտրվածքով 1 անգամ կարող ենք տալ, այն էլ 100,000 դրամի չափով։ Okay, ես համակերպում եմ գումար չստանալու փաստին, բայց այստեղ կարևոր էին մարդկային որակները, որ ինձ ասում են քաղաքացիների օրը կընդունենք քեզ։ Ես սովորական քաղաքացի չեմ, ես սպորտսմեն եմ, որին անհրաժեշտ է առանձնահատուկ օր կարգել ընդունելություն կազմակերպելու համար, եւ եթե ասեք, որ այդ ընթացքում քաղաքապետի ընտրություններն էր, ես ցես հուսախաբ կանեմ, որովհետեւ Սամվել Գասպարյանը, ով Ծարամարտի ֆեդերացիայի քարտուղարն է, ինչքանով հիշում եմ, եւս նման post արեց, որ Գյումրին չի ընդունում իր մարզիկներին եւ post-ից հետո նոր ընդունեց։ Այսինքն այստեղ ոչ թե խնդիրը քաղաքական դիրքորոշումներ, այլ այն թե ում ձայնը ավելի լավ կհասնի։ Սա այդ էր նշանակում։ Okay, անցանք առաջ։ Քանի որ գրում եմ համայնքապետին, համայնքապետ ջան, կտաս գումար, էլի որոշակի ոչ, օրենք է փոխվել, եւ ես այստեղ կտեղադրեմ նաեւ Հասմիկ Նավոյանի հետ իմ ուրեմն նամակագրությունները, որ ես ասում եմ ձեր համայնքապետը տարական կուլտուրա չունի, բայց ինքը ասում է, ինչ պետք է ոտքի կգնես, պետք է սուրճ հյուրասիրել, ոչ, պետք չէր այդ ամենը անել, պետք էր սպորտսմենին ասել, բարև ձեզ, լսում եմ ձեր հարցը եւ հանգիստ խղճով ճանապարհել, թեև ստանայի գումարի մերժում, դա չէ խնդիրը, գումարը չէ խնդիրը։ Եվ ինձ ես նամակագրությունները կկցեմ, դուք կտեսնեք, թե ինձ ինչ պատասխան է տալիս։ Okay, այսինքն ես չեմ ստանում ոչ մի խրախուսական բան եւ ասեմ, օրենքով սահմանված կարգով ինչ են կարողանում նույն, ես կնշեմ, Իջևանում, ինչպես են կարողանում սպորտսմենին գումար հատկացնել, եթե հասարակ սպորտսմենի համար ոչ մեկ պարտավոր չէ իր պաշտոնից զրկվել, կա 3 տարբերակ, կամ այդ մարդիկ հիմար են եւ ուզում են իրենց պաշտոնից զրկվել, դրա համար սպորտսմենին 200,000 եւ ավել գումար են կարողանում դուրս գրել, երկրորդ տարբերակ դուք իմ անունով եք գումար դուրս գրում եւ դա ստամոքսն եք լցնում ձեր երեխաների եւ երրորդը դուք ուղղակի թքած ունեք որոշ մարզիկների վրա, ես եւս թքած ունեմ ձեր նմանների վրա։ Անցանք սրանից առաջ եւ տարեվերջում մեր պարոն Արուշանյանը մարզպետ բոլոր սպորտսմեններին հրավիրել էր, այսինքն ես չեմ ստանում առանձնահատուկ ընդունելություն, տարեվերջին կկանչեն քեզ Մարիամ ջան, եւ ես ասում եմ ես գիտեք քննության եմ, դու գիտես, ես գիտեմ, իսկ այս վերջում են մեր համայնքապետն էր, ախորյան համայնքի սպորտսմեններին էր, որտեղից երևի 2 հոգու գիտեմ, մեկը մեր բռնցքամարտիկն է, մեկն էլ բառեց է, ում էլ օլիմպիադանից գիտեմ, Մարիամը չկա, չէ լուրջ, առակս ինչ կցուցանեն, այսքանով ես պատմեցի, թե ովքեր կարողացան հավասարազոր 100,000 դրամներ տալ, ով տվեց սա Արծերն, տվեց Մուշեղ Մուրադյանը, նախկին մարզպետը, եւ ով տվեց ոտքեր տակ շպրտելով, էդ էլ Դավիթ Արուշանյանը, իսկ ով տվեց ու այդ 50,000 դրամը չմարսեց, դա էլ մեր շատ սիրելի Զավեն Մանուկյանը, ում անունը տալուց վրես ցանավորվում է այդ ձևի ալերգիա ունեմ, որովհետև այդ մարդը այնքան նսեմ է, դու այնքան նսեմ ես, առակս կցուցան է այն, որ մի ունեցեք, մի ծրվեք Շիրակի մարզում, մի ունեցեք Դավիթ Արուշանյան, ներկայիս մարզպետ, եւ մի ունեցեք Ախուրյան համայնքի ծնունդ, Զավեն Մանուկյան, շետ դրանցից հեռու մնացեք, իսկ այ գումարը չէ, իսկ այ Մուշեղ Մուրադյանը, այստեղ լավ մարդիկ չեն գնահատվում ուղղակի, գիտեք, եթե Մուշեղ Մուրադյանից գումարը չտարս չի խոսալու, սենց էի խոսալու, կներեք, սենց էի խոսալու,
որովհետև այդ մարդը առանց իմ ասելու ինձ հրավիրեց ու ներկայացրեց իր աշխատակազմին, թե մենք սենց մարզիկ ունենք։ Իսկ որոշ մարդիկ նստել են իրանց աթոռներին, գրփում, իրանց երեխեքի հետևն են մտցնում գումարները, այսքանով եկեք սահմանափակվենք։ Շնորհակալություն ձեզ եւ շնորհակալություն ձեզ ճղճին վարվելակերպի համար, որովհետեւ սպորտսմենին այդպես չեն վերաբերվում եւ ձեր պաշտոնները ի վերջո վերջանալու են, բայց ձեր դեմքին նայելուց մարդկանց վրա ցանավորում է առաջանալու։